Ձեր հետևորդներ առավոտյան շուտ է, գիշերը ձուն է եկել, բայց ոչ շատ, հալվեց ու ձուն եկավ, տեսնենք, ջերմաստիճանը տաք է տալիս։ Բարի լույսիվ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, դեք հույսով եմ, որ բոլորդ լավ եք։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր օրհնյալ օր լինի բոլորիս համար, բոլորիս ընտանիքներում, առավոտյան շուտ է, սուրճս չթափվի։ Դուք ես սուրճ տրեք, որ միասին խմենք, այսօր հոգևոր երգ չեմ միացնում, որովհետև շտապում եմ։ Ասա դուր ես շտապում եմ, պետք է գնամ գործի, ժամանակս քիչ է։ Դուք ես սուրճ տրեք, որ միասին խմենք։ Սեր խառնեցիք։ Առանց երգի ոնց որ դատարկություն լինի, բայց որ երգ ես լսում, ոնց որ խաղաղությունով լցվես, ես ինձ տենց հատվում, չգիտեմ, ձեր մոտ ոնց։ Սիրելի հետևորդներ ջան, չմոռանամ ասել, իրոք է սուրճս եփի նոր։ Սուրճս եփեց։ Նստենք ու միասին զրուցենք, սիրելի հետևորդներ ջան։ Քիչ առաջ տնեմ, սենց։ Ոնց որ սա գիշերը ես իմ ինչ աշխատանք եմ կատարել, հոգնած, սենց առուք զարթնես, հոգնած եմ զարթնել։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստելու են միասին, մտքովս անցավ, ինչ պատրաստեմ, խառը կանաչիներով ուտես պատրաստեմ, մի քիչ էլ խոխունջի նման մակարոնից։ Ուրեմն կգնամ խանութ, տենամ ինչ կանաչեղեն եմ գտնում, այդ կանաչեղենից էլ կբերեմ կպատրաստեմ։ Մեկ կարելի է, որ մեր օրգանիզմը փոխենք, որ կանաչիները ավելի դյուրամարս են։ Կանաչիների մեջ մտնում է նաև դդմիկը և սմբուկը։ Կարելի է մի հատ էլ դրանից վերցնել։ Օրինակ ես նախատեսում եմ վերցնել բազուկի թևերը, մեր լեզվով ասած բազուկի ճավը, դդմիկը և սմբուկը ասեցի, ճավն էլ հետը 3, կանաչ սող, գլուխ սող, մաղադանոս կանաչիների մեջ, կտեսնենք կաղամբ, բայց կաղամբը ոնց որ չի գնում հետը։ Մեկ էլ մարուր, սպանախ, ինչ որ կգտնենք, երկուսից կլինի, երկուսն էլ կվերցնենք, չի լինել մարուրը կա ու կա, կվերցնենք։ Եվ դրա հետ խխունջը, մի հատ շատ նենց խամով ճաշ պատրաստենք այսօր։ Ոնց որ կարոտած լինեմ, ինչքան ժամանակա չեմ պատրաստում։ Սիրելի հետևորդներ ջան, ես իմ սուրճը խմեմ, դուք էլ ձերը խմեք, օրվա ընթացքում կհանդիպենք Սիրելի հետևորդներ, դեստեղից էլ իմ առևտուրը արեցի, բայց իմ ուզած բաները չճարեցի, ինչ-որ բաներ պակաս մնաց։ Ոչինչ, հիմա ինչ եղավ։
կգնամ տուն։ Սիրելի հետևորդներ, վերջապես եկա տուն։ Ուրեմն իմա ուզած մթերքը չեմ գտեց, ուզում էի որ բազուկի թևեր էդ վերցնեի, բայց չկա։ Իմա վերցրել եմ սով, մարուր, մաղադանոց, սնդուկ, պղպեղ, մոթեր կոչում, կաբաչկա, մեր լեզով ասած կաբաչկա ենք ասում, իսկ դենից ասում ենք դտմիկ, որ հիշեցի, խնձոր եմ վերցրել, սոս եմ վերցրել, այս մակարոնից եմ վերցրել, մեկ էլ գրեչկա եմ վերցրել, ալիր եմ վերցրել, այսօրվա իմ առօրյուրս, բայց ինձ համար, որ ես պետք է սուպ պատրաստեի, չէ, մի հատ համով սուպ բանջարեղենով, թե էսի, սրանով էլ կանենք, ոչինչ, չի խանգարում, սիրելի հետևորդներ ջան, կհանդիպենք։ Հարգելիներս, ուրեմն բոլոր պարագաները լվացել եմ, հիմա էլ կտրտում եմ, առաջինը կտրտում եմ գազարը, հետո սոխը, սրանք երկուսը իրար հետ եմ լցնելու, որ տապակվի, սեկ մանր կուբիկներով, սա մի կողմի վրա եմ քաշում, սոխն եմ կտրտում, գլուխ սոխը, դե կանաչ սոխել ունենք, չէ, ասացի, որ ունենք, հիմա սոխը և գազարը միասին կլցնեմ, որ տապակվի, յուղն եմ դրել եմ, բանը սմբուկն էլ մանր կտրտել եմ, լցրել եմ աղաջրի մեջ, հիմա ստեղից կքամեմ, որ լցնեմ, հիմա սիրելի հետևորդներ ջան, սա թողնում ենք, որ տապակվի, Թակեք տակեմ մի քիչ սազրացել եմ, որ չվառի, շուրգանք է մյուսը, հիմա կտրտում եմ պղպեղը, կանաչ և դեղի պղպեղները, սրա մեջ կարտոֆիլ չեմ լցնելու, եթե ասենք դուք սիրում եք կարող եք լցնել, որովհետև մակարոն եմ լցնելու։ Պղպեղն եմ լցնում հիմա։ Դաղ տապակ։ Դտմիկն եմ կտրտում մանր, սա էլ եմ լցնում։ Շատ եմ սարքում, տեսնեմ կարող եմ տանիքի սարքավներներ ուտեն, չեմ ուտի, չեմ ուտի։ Կողմի վրա։ Հիմա էլ սմբուկը լցնենք։
Սմբուկն էլ քամեցի ջրից, աղաջրից հանեցի։ Լավ չի երևում։ Տակը շատ է ծածրացնում։ Ջրվացնում եմ։ Կամաց կտրտում ենք, որ ասենք դժվար եփողա, նրանք եմ կտրտելու լսեմ, ես մաղադանոսի պոչերը մի քիչ հաստ է, ճնարյա ծաղ չի, էլի դե կոպիտ է, հլատել ամետել եմ կտրում, թե չէ, չէ, մաղադանոսի թիվի տաները, պոչերը, այստեղ շատ է կոշտ, սրանք կտրտեմ, Ես մնացածը կտրտեմ լցնեմ, ճիշտ է, ասենք կտրելները այդքան կոշտ չի, բայց ինքը մի քիչ ոնց որ դժվար է եփվում։ Մի քիչ մեծ, փոքր, ոչինչ, եփվելու է խառնվի։ Սա էլ եմ լցնելու, որ ասма մաղադանոսը հետո են լցնում, սախարը սուպ է կոչում, սերիներս բոլորը միասին լցնելու ենք։ Մի քիչ թողենի տապակվի, սրանք պետք չի, ես մյուս սող, երևի ես կանաչ սողներ կտրտեմ, սա էլ թող տապակվի։ Տապակված ուրիշ է, էլի համն ուրիշ է։ Սա մի կողմի վրա քաշեմ, սենց։ Ասենք կոշտեմ քաշեմ, իսնում է պակետի լեչ։ Նրանք հետև աղտակը պետք է գալիս։ Այս կանաչ սոխը կտրտեմ։ Սա էլ լցնենք։ Պատկերացնում եք, չէ, ինչքան համեղ է լինում։ Տապակում եմ։ Հիմա ջուրը կերացնում եմ, որ պատրաստ ջուր ունենանք։ Երացրած ջուրը լցնենք, նոր մակարոնը լցնենք։ Ուրեմն սեր հետևորդներ ջան, երեք իմ տղաս խոսի տոպիկներ ախաշեր, երևիս, ոս ինչ նայեք տեսեք, նույնը տավարի ոտի նման, բանապարները չակոչվում ես, մորացան տեր մնացած, երև ես ջրիցել եմ կերել իրան, բայց ես էլ խորցեմ, տնեմ ոնց է, տնեք տաքան եմ հետո, չանում,
Ահացա, հիմա ջուրը գրեցնենք։ Երևի հերիք։ Ջուրը հենց կերա, մակարոնը կլացնենք։ Արդեն ջուրը եղում է, մտնում է մակարոնը։ Երևի չափսը հերիք լինի, հետո մակարոնը եփվելու է շատանա։ Ասեմ, որ ճաշը շատ ջրիկ չի լինի։ Մի քիչ էլ լցրեց։ Իսկ թվում է լավ կլինի։ Հիմա սա մի քիչ եփելուց հետո նոր կլցնենք մնացած։ Տակը մի քիչ ցածրացնեմ, հետո շատ եմ ուժեղի վրա։ Միջև մեր ուտեստը կեփվի, լատեսնենք խոզի ոտը ուտելու բանա, թե չէ ջուրը թափեցի, ջուրը լավը չէ, մարդ կա ուտում է, մարդ էլ կա չի ուտում։ Բայց խոզի տոտիկները սիրում եմ ես։ Լավ է եփվել։ Ասեմ, որ ասում վայ չուտողին, վայ չուտողին։ Ուտողը կիմանա սրա համար, չուտողը որից իմանա։ Լերիցը փախնում է։ Սիրելի հետևորդներ, կամաց բոլորը կտրտելու ենք, լցնենք։ Մաղադանոցն էլ լցրեցի։ Կամաց բոլորը լցնենք։ Հիմա մակն եմ կտրում։ Ասես կանաչի ու ճաշեր Հունաստանում են շատ եփում։ Այստեղ Հայաստանում չեն եփում եք։ Հետո Հունաստանում մի հատ ուրիշ սոխի նման կանաչի կա, չնայած տեղը կա, բայց շատ թանկ է։ Մի հատը ինչքան է 1000 դրամ է, 500 դրամ էր, չեմ հիշում։ Շատ համեղ է։ Ես էլ լցնենք։ Երևի էլ բան չմնաց, որ լցնեմ, որը լցրեցի արդեն։ Տակ ուժեղացնում եմ, եղը չկա գլուխ։
որ ասում են վայ չուտով են։ Իսկականից շատ համեղ է լինելու սիրելի հետևորդներ ջան։ Երբ որ եփի վերջանա, նորից կհանդիպեմ։ Սիրելի հետևորդներ ջան, մեր բանջարեղենով ուտեստը պատրաստ է։ Ասեմ, որ համը տեսել եմ, շատ համեղ է ստացվել։ Այսա ձեր հետ միասին էլ կհամտեսեմ։ Ինչքան ժամանակ է սենց բանջարեղենով ուտեստ չեմ պատրաստել։ Սիրելի հետևորդներ ջան, շատ համեղ է ստացվել, չեք պատկերացնի, իրան թանձրությունը նայեք, սիրելիները, սա այսպես պետք է լինի, նայեք։ Իրա թանձրությունը, այսպես պետք է լինի ինքը, ու շատ համեղ է ստացվել։ Միսն ինչ է սրա մոտ, մսիցել համով է։ Վայ չուտողին, այս սմբուկն էլ որ մեջն է, ոնց որ միսը սմբուկ։ Իսկականից բաց լավ է սոված եմ։ Սիրելի հետևորդներ ջան, ես հետո կշարունակեմ, կուտեմ, իսկ եթե դուր եկավ ձեզ, իմ այս ճաշատեսակը դուք էլ պատրաստեք, տեսեք ինչ համ ու հոտ ունի, կարող եք մսով էլ պատրաստել, ինչով ուզենաք, կարող եք են, ովքեր այդ կուբիկներից օգտագործում է, հավի, տավարի, նրանից էլ կարակ մի կուբիկ լցնեք մեջը, եթե միշտ չկա, համը մի քիչ փոխում է, բայց սենց էլ շատ համեղ է ստացվել, սիրելի հետևորդներ ջան, ես ուզում էի, որ բազուկի թևեր լինի, դե նրա համն էլ ուժեր, դե չկար ոչինչ, ձմեռա հիմի բազուկի թևը որտից ճարենք։ Դե սիրելիներս չմոռանաք զանգակ կոճակը բաժանորդագրվել, լայքել, գրվեք ձեր մեկնաբանություններով, սիրելիներս, դուր եկավ ձեզ, դուր չեկավ, կպատրաստեք, չեք պատրաստի, իսկ իմ Անահիտ Գասպարյանին ուզում եմ ասեմ, որ Անահիտ ջան, ես քո կոմենտներին պատասխանում եմ, չգիտեմ ինչի, այդ կոմենտները քեզ չի հասնում, քույրիկս, մի նեղացիր, ես քեզ պատասխանում եմ, կարող է ինչ-որ մի բան, այն չի, օրինակ եղել է, որ ես կոմենտին պատասխանել եմ, գրել եմ, ուղարկել եմ, ցույց չի տվել։ Հետո մի երկու օր հետո ուղարկել եմ, արդեն եղել է, իսկ քոնը ուղարկում եմ, ցույց է տալի, որ ես քո կոմենտին պատասխանել եմ, ոնց կլինի, որ չպատասխանեմ, գրել ես, որ ես քեզ շատ եմ սիրում, ես էլ քեզ եմ շատ սիրում, դու իմ հին հետևորդներից ես սիրելիս, դե ինչ ասեմ, ինձ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում, կհանդիպենք հաջորդ հոլովակի սիրելիներս։